Թեմայի մասին առավել մանրամասն կզրուցենք փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ, բարի երեկո պարոն Մեհրաբյան։ Այսօր Վիկտոր Դալաքյանը հայտարարել է հնարավոր համագործակցության մասին նախկին պաշտպանության նախարար Սերյան Օհանյանի հետ։ Այս համագործակցությունը արդյոք հնարավոր է եւ կարելի է Սերյան Օհանյանին որպես ընդդիմադիր գործիչ ընկալել։ Գիտեք, ընտրություններին ընդառաջ տարբեր քաղաքական անձինք, քաղաքական խմբեր, ազդեցության խմբեր փորձում են իրենց տեղը գտնել ապագա նոր դասավորությունների մեջ եւ այս ակտիվությունը ընդհանրապես ընկալում եմ հենց այդ համատեքստում եւ ոչ ավելի։ Ինչ վերաբերվում է ընդդիմադիր հռետորաբանությունը դա մի բան է, ընդդիմադիր կեցվածքը այլ բան, որովհետև ի վերջո այնպես չէ, որ խոսքը գնում է միանգամայն նոր երևույթի մասին քաղաքական իմաստով կամ նոր անձանց մասին, նրանք որոշակի ճանապարհ են անցել եւ մարդիկ հետեւությունն անելու են նաեւ ելնելով այդ անցած ճանապարհից եւ հնարավոր չէ այս դա ուղղակի շրջանցել կամ հնարավոր չէ ուղղակի արհամարել այդ հանգամանքը, ի վերջո մարդիկ նաև ունեն հիշողություն։ Պարոն Մեհրաբյան, օրեր առաջ նաև քաղաքացիական պայմանագիր Լուսավոր Հայաստան եւ Հանրապետություն կուսակցությունները հանդես եկան համատեղ դաշինքով, նման օրինակ դաշինքները կարող են նոր գույն որակ բերել քաղաքական դաշտ եւ գործնականում ինչ կարող են փոխել։ Ավելին ասեմ, դա միակ ճանապարհն է, հաշվի առնելով, որ Հայաստանի քաղաքական դաշտի առանձնահատկություններից մեկն էլ նաև այն է, որ այն ուղղակի, այսպես ասենք, ատոմիզացված է։ Եվ քաղաքական սուբյեկտներն այնքան փոքր են, որ ուղղակի հնարավոր չէ խոսել նրանց ինքնաբավության մասին, թե կազմակերպական, թե քաղաքական իմաստով եւ շատ դեպքերում նրանք նույնիսկ կրկնում են մեկը մյուսին, այնպես որ ես դաշինքների ստեղծումը, մանավանդ երբ դա տեղի ունենում, ասենք, գաղափարական եւ քաղաքական հենքի վրա, այլ ոչ թե միայն զուտ շահերի բերումով, ես տեսնում եմ, որ ի վերջո այս լղոզված վիճակը քաղաքական դաշտի հաղթահարելու միակ ճանապարհը դա է։ Իսկ դաշինքները ինչքանով մեծ շանսեր եւ հնարավորություններ ունեն ազգային ժողով մտնելու։ Դա կախված է նրանից, թե իրենք ինչպես կդրսևորեն առաջիկա ժամանակահատվածում, ինչպես նաև դա պայմանավորված է նրանով, թե այն անձինք, ովքեր ներգրավված են տվյալ դաշինքում, ինչ ճանապարհ են անցել, որովհետև հասարակության ընկալումները ձևավորվելու են մի քանի գործոնների բերումով, ես նշեցի դրանցից ամենաէականները։ Պարոն Մեհրաբյան, շատերը պնդում են, որ քաղաքական դաշտը պետք է վերածել սևի ու սպիտակի, դրա համար հիմքեր կան։ Ես մի քիչ լավ չեմ հասկանում ինչ է նշանակում սևը, որն է այդտեղ սևը լինելու, որն է այդտեղ լինելու սպիտակը։ Քաղաքական դաշտը մեր առանձնանում է նաև իր քաղաքական բովանդակության, եթե չասենք բացակայության, ապա շատ մեծ դեֆիցիտով, որովհետև քաղաքական ուժերի զգալի մասը հանդես է գալիս մի քաղաքական պլատֆորմով, որը պատկերավոր ասած կարելի է բաժանել երկու մասի։ Առաջինը, որ աշխարհում ինչքան լավ բան կա, ես դրան կողմ եմ, եւ կետ երկրորդ, աշխարհում ինչքան վատ բան կա, ես դրան դեմ եմ։ Ուրիշ ոչինչ։ Իսկ դա ոչ միայն լուրջ չէ, այլ ուղղակի խոսում է նրա մասին, որ տվյալ պարագայում մենք գործ ունենք քաղաքական իմաստով fake քաղաքական ուժերի հետ, միջադիր քաղաքական ուժերի հետ, որոնք որևէ դիրքորոշում չունեն թե գործող համակարգի որակների մասին, թե Հայաստանի եւ այս տարածաշրջանում Հայաստանի դիրքերի հետ կապված, Հայաստանի արտաքին քաղաքականության հետ կապված, հասարակություն պետություն հարաբերությունների հետ կապված եւ այնպիսի տպավորություն կա նաև, որ նրանք մտնելով քաղաքականություն ընդհանրապես չեն պատկերացնում, իսկ ինչ է այդ քաղաքականությունը, որով նրանք իբր պետք է զբաղվեն։
Շնորհակալ եմ ձեզ մեկնաբանությունների համար, հիշեցնեմ, որ մենք հյուրընկալել ենք փորձագետ Ռուբեն Մեհրաբյանին։